Ողջույն, եթերում Mix Marketing podcast-ն է, ես Գայանե Դաջունցն եմ։ Mix Marketing-ի ընթացքում մենք խոսում ենք մարքեթինգի նորանոր ուղղությունների, բիզնեսի զարգացման, մարքեթինգային ռազմավարությունների մասին, եւ այսօր ունեմ շատ հետաքրքիր հյուր, խոսելու ենք մի բրենդի մասին, զարդերի եւ աքսեսուարների, Կատարինե Paris բրենդի հիմնադիր, մարքեթինգի էքսպերտ Մարիաննա Քաբաբյանի հետ։ Ողջույն Մարիաննա։ Ողջույն։ Շատ ուրախ եմ քեզ նորից տեսնել, հյուրընկալել Mix Marketing-ի եթերում։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Մարիաննա, մի փոքր պատմի գաղափարի մասին, ինչպես եկար այդ գաղափարից մինչև իրագործում, հա, բրենդը ինչպես ստեղծվեց եւ ինչպես եկար այն գաղափարին, որ այսքան տարիներ մարքեթինգի ոլորտում աշխատելուց հետո ի վերջո պետք էր ունենալ սեփական բրենդը։ Իրականում ցանկացած բիզնես նախաձեռնություն, որ ես սկսում եմ, բոլորի հիմքում ես եմ։ Երևի շատ էգոցենտրիկ մարդ եմ այդ արդյունքում, ամեն ինչի հիմքում իմ անձնական փորձը, իմ կյանքը, իմ կերպարը եւ իմ ապրելակերպն եմ դնում։ Ամեն ինչ երևի սկսվեց շատ վաղուց, երբ ես դեռ սկսել էի Հայաստանում վարել նորաձևության բլոգ, չեմ վախենա կասեմ առաջիններից մեկը եւ հենց այդպես էլ ընկալվել եմ միշտ մարդկանց հետաքրքիր է եղել այդ պահին ինչ եմ կրում եւ հատկապես զարդերի մասով մեծ հետաքրքրություն է եղել հետագայում ունեցել եմ մուլտիբրենդային խանութ հայ արտադրողների, որտեղ էլի հիմնական դեմքը ով նպաստել է վաճառքներին եղել եմ ես ինքս իմ նորաձևության բլոգով եւ երբ մտածեցի նոր բիզնես նախաձեռնության մասին, Incube մարքեթինգային ընկերությունից Զատ ես մտածեցի, որ իմ տարիների մարքեթինգում արած աշխատանքը, փորձը, տեսլականը, ճաշակը եւ այն ինչը որ շատ հաճախ պրոյեկտներում չեմ կարողանում լսելի դարձնել հաճախորդներին ու գործընկերներին, պետք է կիրառեմ սեփական բրենդում եւ այս բրենդը միանշանակ էր ինձ համար, որ պետք է նորաձևության հետ կապ ունենա առաջինը եւ զարդերի բրենդ պետք է լինի, որովհետեւ այնքան ինչքան զարդ ես եմ պրոպագանդել, վաճառել իմ բլոգի օգնությամբ, անձամբ որպես անհատ, ուղղակի չեմ կարող թվարկել եւ այստեղ մեկ առանձնահատկություն էլ կար, ես շատ եմ սիրում զարդեր։ Ես հագուստի խանութներում միշտ գնում եմ զարդերի ստենդերի մոտ, առաջինը։ Ինձ միշտ հետաքրքիր է զարդերի շուկան, երբեք չեմ բավարարվում եղածով, միշտ նոր զարդեր եմ գնում ու սա էլ հուշեց, որ զարդերը շատ չեն կարող լինել եւ յուրաքանչյուր կին իր տրամադրությանը եւ ապրելակերպին համահունչ ինչ որ նոր զարդ միշտ ձեռք է բերում եւ ինձ թվում է, որ սա ճիշտ որոշում եմ։ Իսկ դժվար է ինձ միանշանակ նայելով ամեն դեպքում տեսականուն վստահ եմ յուրաքանչյուրս կարող ենք գտնել մեր ճաշակին համապատասխան զարդ, իսկ դժվար էր այդ խաչմերուկ բերելը, հա, բիզնեսը, ազդեցիկ հաղորդակցությունը եւ ստեղծարարությունը։ Չէ, դժվար չէր, այդ երևի արդեն ինձ համար էլ դարձել է ապրելակերպ ու առօրյաս հենց դրանով է լցված, թե իմ անձնական բրենդի շնորհիվ եւ թե մարքեթինգային ընկերության եւ փորձի եւ նորաձևության հանդեպ մեծ սիրո շնորհիվ ես կարողացա համադրել իհարկե ոչ միայնակ, այս շատ կարևոր է, որ երբ թիմով ես աշխատում, կրեատիվ մարդկանց թիմով, ոճաբան լուսանկարիչ, reel maker, այս բոլոր մարդիկ իրենց կողմից մի համեմունք ավելացնում են եւ ստացվում է այսպեսի ընդհանուր պատկեր, որ չի ուզի որ թվար թե ես միայնակ այս ամենը կարող եմ անել։ Թիմային աշխատանքի արդյունք է ամեն դեպքում։ Այո, ամեն մարդ իր տաղանդը արտահայտել է։ Այստեղ չեմ խոսում վարպետի մասին, ով ձեռագործ այս զարդերը պատրաստում եմ, յուրաքանչյուրը իր լուման ունի հաջողության մեջ, այն վիզուալի թեկուզ, որ մենք ստացել ենք։ Հրաշալի է։ Զարդերի ու աքսեսուարների շուկան, հատկապես առցանց հարթակներում վաճառվող, բավականին հագեցած է։ Ինչպես ես կարողացել տարանջատել Կատարինե Փարիզը մյուս բրենդերից, որն է նրա, այսպես ասած, առանձնահատկությունը։ Ասեմ, որ ամբողջ աշխարհում միայն 2024 թվականին 8 միլիարդ դոլարի եկամուտ են ունեցել զարդերի բրենդերը, սա մի ցուցանիշ է, որը հուշում է, որ տենդենսը զարդերով զբաղվելու բավականին աճել է
եւ հետաքրքրություն այս ոլորտի նկատմամբ շատ մեծ է հուշում այն մարդկանց, ովքեր որ բիզնես են ցանկանում սկսել եւ հարցներ ինչպես է տարբերվում այո Դե հայկական շուկայում ունենք շատ հրաշալի բրենդեր, ովքեր զբաղվում են ձեռագործ զարդերի արտադրությամբ, ովքեր զբաղվում են հայկական զարդանախշերով զարդերի արտադրությամբ եւ ես չի ուզում մրցակցել այս բրենդերի հետ, որովհետեւ ես իրենց շատ սիրում եմ, ինքս կրում եմ եւ հպարտանում եմ իրենց հաջողություններով։ Ես ցանկանում եմ նոր խոսք ասել ու այս նոր խոսքը ծագեց շատ անձնական պատմությունից էլի, Կատարինեն իմ քույրիկի անունն է, իսկ Paris-ը այն քաղաքն է, որտեղ շուրջ 20 տարի իմ քույրիկը բնակվում է եւ ես ուզում էի հենց այդ հայ կնոջ կերպարը, ով բնակվում է նորաձևության մայրաքաղաքում, Փարիզում, բերել իմ զարդերի միջոցով եւ ֆրանսիական մշակույթը տարածել Հայաստանում, որովհետեւ վստահ եմ, որ շատերս սիրում ենք Փարիզը, Ֆրանսիան եւ շատ մարդիկ հենց այս արժեքների կրողն են բնակվելով Հայաստանում, գիտենք, որ Ֆրանսիան մեր բարեկամական երկրների շարքում է եւ մեզ շատ բան է կապում իրար, թե մշակութային, թե հենց զուտ մարդկային հարաբերությունների տեսանկյունից, ել չեմ ասում ֆրանսիական նորաձևության վրա հայ կանանց ազդեցությունը ինչքան մեծ է եղել, ասում ու փշակաղվում եմ, սկսած Կոկո Շանելի, Էլզա Սկիապարելի արտադրական process-ներից մեր հայ կանայք իրենց տաղանդով, յուրահատուկ մոտեցումներով եւ աշխարհայացքով փոխել են ամբողջ աշխարհի նորաձևության ընկալումները 20-րդ դարի սկզբին հայտնվելով Ֆրանսիայի մայրաքաղաքում ու ես ուզում եմ որ այսպեսի տրիբյուտ լինի այս սերտ կապին, որը Հայաստանն ու Ֆրանսիան իրենց մշակութային կապերում ունեն։ Մարիաննան միանգամից իմ հաջորդ հարցին պատասխանեց, ես ցանկանում էի հարցնել, արդյոք սահմանափակվում եք միայն դիզայնով, որտեղ շատ բրենդեր ներկայացնում են միայն դիզայն, գեղեցիկ դիզայն, իսկ որն է այն պատմությունը, բովանդակությունը մենք ստացանք միանգամից մանրամասն այո պատասխան, որովհետև իրականում ես կարծում եմ յուրաքանչյուր բրենդի դա կլինի զարդեր, թե այլ պրոդուկտ չի կարող հա սահմանափակվել միայն այդ դիզայնով, հա ձևական կողմով, եթե չկա պատմություն, չկա բովանդակություն, կենսունակությունը այնքան էլ երկարատև կարծում եմ այդքան էլ չի կարող լինել։ Իրականում ես հենց պատմությունից եմ եկել դեպի դիզայն եւ ոչ հակառակը, սովորաբար բրենդերի ետևում կանգնած դիզայներները նորաձևության աշխարհում իրենց դիզայնով են պատմությունը կերտում։ Ես որպես մարքետոլոգ ինձ մոտ հակառակ կողմից էր, ինձ ավելի դժվար տրվեց դիզայնը, անկեղծ ասած, որովհետեւ բացի մարքեթինգային պրոյեկտներում ներգրաված լինելուց, դիզայնի հարցերում ես ինքս որևէ պրոդուկտ ստեղծած չկայի մինչ այս, բայց արձագանքներից հասկացա, որ իմ տեսլականը համընկել է շատ կանանց գեղեցիկի հանդեպ ընկալման հետ ու շատերին նույնիսկ շատ նոր է թվում այն տեսքը, որոնք զարդերը ունեն եւ սա ինձ համար ամենամեծ կոմպլիմենտն է, որովհետեւ այսօր դիզայնում ասել նոր խոսք շատ դժվար է հեծանիվ օրինել, ոչ մի կերպ չի ստացվում։ Ամեն դեպքում կարծում եմ, ինչպես մարքեթինգի դեպքում, այնպես էլ ապրանքների, հա, դեպքում մենք շատ ժամանակ գնում ենք ոչ թե պրոդուկտը, այլ փնտրում ենք այդ պրոդուկտի իմաստը, բովանդակային կողմը եւ հատկապես այս post դեֆիցիտի շրջանում, երբ մենք ամեն տեսակի ապրանք, ինֆորմացիա եւ էմոցիա ունենք շուկայում, այսպես ինֆորմացիայի մեծ հոսքի տակ ենք բոլորս ապրում եւ նույնիսկ չենք էլ տարանջատում, երբ մի գովազդը ավարտվեց եւ մյուսը սկսվեց, այստեղ խոսքը աութենտիկության, խոր մարդկային պատմությունների եւ էմոցիաների մասին է։ Միանշանակ, եթե դիտարկենք շուկայի սեգմենտացիան, հա, եւ թարգետավորումը, դիրքավորումը, ինչ սկզբունքով է ընտրել քո լսարանը, թիրախային լսարանը։ Ինձ թվում է Կատարինե Փարիսի թիրախային լսարանը դեռ ձևավորման փուլում է, որովհետեւ շատ նոր ենք, բայց ես կցանկանայի, որ իրեն դասեին լյուքս դասի ապրանքներին, որովհետեւ բոլոր պոտենցիալի համար նախատեսված այդ նախադրյալները մենք ունենք, սկսած այն, որ բնական քարեր են, արծաթե, չժանգոտվող պողպատ է օգտագործվում, ձեռագործ է, օգտագործվում են
կիսաթանկարժեք ու թանկարժեք քարեր եւ դիզայնը 0-ից մտածվում է եւ չեմ կարող չնշել մեր փաթեթավորումը, որը էլի շատ յուրահատուկ է, մենք փորձել ենք այնպես անել, որ յուրաքանչյուր զարդ հիմնականում վզնոցներն ու թևնոցները բնական քարից պատրաստված ունենան իրենց զարդատուփերը, որպեսզի մարդիկ նվիրելով այս զարդը նվիրեն նաև զարդատուփ ինտերիերում տեղակայվող իր յուրահատուկ տեղը գտնող մի ատրիբուտ եւ բրենդը դառնա բնական միջավայրի մասը մարդու այնպես որ այստեղ էմոցիաները ոչ միայն կապված են պատմության հետ, այլ սա մի փորձ է, երբ դու ձեռք ես բերում զարդ, բայց դու քեզ հետ կրում ես բնական քարերի տված ջերմությունը, էներգիան ու ամեն unboxing-ը քեզ համար մի փորձ է, փորձառություն է Իսկ հավասարակ բալանսը, հա, որպես բլոգեր, որպես արդեն businesswoman, որպես մարքեթինգի էքսպերտ, ով ունի մարքեթինգային գործակալություն, ինչպես ես գտնում այդ բալանսը Բալանսը երևի շատ դժվար է, որտեղ դերերը այսքանով չեն սահմանափակվում, ես նաև մայրիկ եմ։ Այո, ամենակարևոր դերը։ Դուստր եմ իմ մայրիկի համար ու այս հա դերերը շատ դժվար է բալանսավորել, բայց երևի վերջին 15 տարիների ընթացքում, ինչ ես ամուսնացել եմ, երեխաներ եմ ունեցել, աշխատել եմ զուգահեռ կարիերա եմ կառուցել, բլոգ եմ վարել, այս ամբողջ ընթացքում իմ կյանքի պատմությունը հենց բալանսի բերելու մասին է, այս բոլոր ոլորտները կյանքի, ինձ թվում է ստացվում է միշտ ինչ որ մի բան տուժում է, գալիս է էլի բալանսի, հետո էլի Իսկ թվում է ժամանակաշրջաններով, որովհետև երբ որ ունենում ենք ինչ-որ գործնական ծանրաբեռնվածություն, բնականաբար ընտանիքը տուժում է։ Հետո գալիս է ինչ-որ մի ընթացք, երբ որ հակառակն է լինում ավելի շատ ընտանիքում, այս կարիք ունենում եւ այդպես շարունակ։ Այդ բալանս փնտրելը միշտ ոնց որ ավելի շատ process-ը պետք է վայելես, քան սпасես Պրոբլեմ առաջացնում, չէ՞, փնտրտուքը ինքնին, որովհետեւ իրականում եթե լինեի պերֆեկցիոնիստ, կասեի, որ ամեն ինչ շատ վատ է իմ կյանքում, ես չեմ կարողանում այդ բալանսը գտնել եւ չեմ հասկանում ինչպես ապրել, բայց ես պերֆեկցիոնիստ չեմ եւ միշտ գոհ եմ նրանով, ինչ որ տվյալ պահին փաստացի ունեմ եւ միգուցե ինչ որ ոլորտներում թերանում եմ, բայց ինքս ինձ դրա համար չեմ պատժում, որովհետեւ մարդ եմ եւ դժվար է միշտ կատարյալ լինել։ Ես էլ հաճախ ստանում եմ այդ հարցը, որ ինձ հարցնում են ինչպես ես հասցնում, ասում եմ, բայց ով է ասում, որ ես ամեն ինչ հասցնում եմ։ Ուղղակի ինձ թվում է այսպես է, հա, ինչ որ ժամանակահատվածում ունենք պրիորիտետներ, որը որ փորձում ենք իրականացնել եւ այդպես շարունակ թե չէ իրականում մեր բրենդի կարգախոսն էլ հենց անկատարության մեջ կատարյալ լինելու մասին է եւ հենց կատարինե բառը, որ անունը, իմ քույրիկի անունն է, իրականում հայերենում ասում են, որ կատար բառից է, բայց երբ ես նայեցի այդ բառին, ես ուղղակի որոշել եմ ինքս, որ սա կատարյալ արմատն ունի եւ ինչու ոչ, մենք միշտ ձգտում ենք կատարելության, բայց այդ անկատարության մեջ երջանիկ լինելու մասն է կյանքը երևի։ Այո, ես էլ եմ այդպես կարծում ու այս հատկապես այն ժամանակաշրջանում, որ մենք ենք ապրում, որտեղ բնավ չկա կատարյալ ոչինչ, փնտրել լինել այդպես ամեն ոլորտում իդեալական ավելորդ ժամանակի կորուստ է։ Իմաստ չունի։ Չենք ցանկանում։ Իսկ հաճախորդների հետ շփումը ինչպես է ստացվում։ Արդյոք այս նախնական փուլում դեռ դու ես շփվում on-line հարթակում թեկուզ ինչքանով է քո ազդեցությունը բրենդի առաջխաղացման վրա Ինձ թվում է դեռ մեծ է, բայց ունենք թիմ, նամակներին պատասխանում են թիմի անդամները, ունենք անվճար առաքում, փորձել ենք այնպես անել, որ այս տարօրինակ տրաֆիկը, որ կա Երևանում անհարմարություն չպատճառի մարդկանց, որպեսզի գան եւ ձեռք բերեն զարդերը, մենք առաքում ենք, նաեւ օֆլայն տիրույթում խանութ սրահում ներկայացված ենք, այնպես ենք արել, որ լինի ամենակենտրոնական հատվածում Երևանի խանութ սրահը, որտեղ ներկայացվում ենք, լինի
անչափ գեղեցիկ էսթետիկ շքեղ միջավայր, որպեսզի բրենդի հետ առաջին կապը մարդու մոտ հենց այդ տպավորությունը եւ ասոցիացիաները ունենան, որ իրենք յուրահատուկ բրենդի հետ են այս պահին հաղորդակցվելու։ Այսօրվա social media-ն, սոցիալական հարթակները որոշ չափով մասնատված են, հա, Facebook, Instagram, TikTok, որոշ ավելի մասնագիտական հատվածներ դեպի LinkedIn են ավելի շատ գնում։ Դու ինչպես ես որոշում, որ հարթակում ինչ կոնտենտով ներկայանալ։ Կոնտենտը նույնն է, այս պահին միայն երկու հարթակ ենք կիրառել, Instagram-ն ու Facebook-ը, որոնք սինխրոնիզացված են աշխատում։ TikTok-ի մասին մտքեր կան, բայց ես ինքս էլ իմ անձնական էջը TikTok-ում վերջերս եմ բացել, ինձ շատ դժվար է այդ հարթակի հետ հարաբերվելը, իսկ Luxdasi բրենդի համար չգիտեմ որքանով է ճիշտ կիրառելի, կարող ես խորհուրդ տալ արժե, թե չէ։ Ցուցանիշները ասում են, որ այո, արժե, բայց ես էլ այդքան հաշտ չեմ այդ հարթակի հետ, ամեն դեպքում հիմա բիզնեսի ներկայացվածությունը TikTok-յան հարթակում արդեն իսկ զգալի է։ Ես անձամբ հետևում եմ, ինձ էլ շատ հետաքրքիր է, որովհետև մենք տեսնում ենք, հա, այդ տենդենսը TikTok-ի արդյունքների աճը, ազդեցության աճը, բայց ամեն դեպքում, չգիտեմ, կարծում եմ, այո, պետք է նաև այդտեղ ներկայանալ, որպեսզի այո, այնպես։ Ինձ շատ են խորհուրդ տալիս իրականում այդ տարակուսանքի մեջ եմ, չգիտեմ, որպես մարքետոլոգ էլ չգիտեմ, հենց այդ է հարցը, հա, եթե օրինակ Instagram-ի ու Facebook-ի հետ կապված ես լրիվ պատկերացնում եմ ինչ տեսակ կոնտենտ է պետք, ինչպես է ճիշտ դիրքավորվելը, TikTok-ի դեպքում մի քիչ կասկածներ ունեմ։ Իհարկե շատ կարևոր է մեզ համար ունենալ կայք եւ դուրս գալ միջազգային շուկա հենց կայքում on-line վաճառքներով, այս մտքերի պլանների վրա արդեն աշխատանքներ ենք տանում, որպեսզի ունենանք ներկայացվածություն եւ պատվերներ աշխարհի տարբեր երկրներից եւ կոնտենտն էլ հենց այնպեսին ենք փորձել ստեղծել, որ հաճելի լինի եւ ընկալելի լինի տարբեր ազգերի մարդկանց համար, ոչ միայն հայկական մեր իրականության սահմաններում եւ ինձ թվում է ցանկացած բիզնես, որ այսօր ստեղծվում է Հայաստանում, նայում է դուրս մեր սահմաններից եւ մտածում է արտահանման մասին։ Ես հույս ունեմ, որ հատկապես Ֆրանսիայում Կատարինե Փարիս ավրանքանիշը շուտով կներկայացվի, այո։ Իսկ այն պատմությունը, այս բովանդակության ստեղծումը ավելի շատ երկարաժամկետ ներդրում է, թե ամեն դեպքում սպասելիքները անմիջական վաճառքից են։ Չէ, երկարաժամկետ է միանշանակ, նախ վաճառքները առաջնային չեն եղել որպես նպատակ, այլ ստեղծագործական կյանքով ապրելը, որը հաճույք է պատճառում ամեն օր, որովհետև հաճախ է ձեզ մոտ խոսում հենց մարքեթինգից, գիտենք, որ այդ կրեատիվ ասվածը, երբ դու այլ մարդու բիզնեսի եւ փողերի հետ ես առնչվում, մի փոքր կարող է տուժել, որովհետև դու պատասխանատվություն ես կրում այդ մարդու բիզնեսի առաջ խաղացման համար եւ քեզ համար որպես մարքեթինգի մասնագետ իհարկե առաջինը իր վաճառքներ ապահովելն է, իսկ այստեղ մի տիրույթ է, որտեղ ես կարող եմ ազատ ստեղծագործել եւ ինչ որ փորձնական վարկ դրսևորել, հա, փորձել տենց էքսպերիմենտներ անել, այդ բառն էի փնտրում։ Շատ լավ, իսկ եթե փորձենք խոսել գնային սեգմենտից, հա, ինչ մոտեցում ես այստեղ կիրառել եւ հասանելիությունը, հա, տարբեր թիրախային խմբերի, որքանով է կարևորվել կամ գուցե չի կարևորվել այն առումով, որ եկել ես այն եզրակացության, որ պետք է ստեղծվի հատուկ պրոդուկտ հատուկ մարդկանց համար։ Նախ շուկայի ուսումնասիրություն է իրականացվել ոչ միայն Հայաստանում, քանի որ էլի նշեցի, որ արտահանման հետ կապված մտքեր կան եւ ի սկզբանե դրանք եղել են, փորձել եմ շատ տարբեր զարդերի բրենդեր ուսումնասիրել, իրենց գնային սեգմենտավորումը եւ իհարկե շատ բարձր եմ գնահատում այն, որ զարդերը պատրաստված են
երևի 80%-ով, հա, ոչ ամբողջ տեսականին, բայց 80%-ը տեսականու պատրաստված է ձեռքով Հայաստանում հայ վարպետների, արտաթագործների կողմից ու այս մասով բարձր չգնահատել իրենց կատարած աշխատանքը եւս անհնար է գիտեք, որ Հայաստանում ցանկացած արտադրություն իր ինքնարժեքով բավականին բարձր է, չի կարող մրցունակ լինել օրինակ Չինաստանի եւ նմանատիպ այլ երկրների հետ, ովքեր որ միլիոնավոր ծավալների արդեն, ապրանքից արտադրում, այս պատճառով բնականաբար մեր գնային քաղաքականությունը ստացվել է միջինից բարձր իր սեգմենտին համապատասխան, այսինքն շուկայի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մենք հավասարին ենք նմանատիպ այլ բրենդերի հետ, իհարկե ես նաև այստեղ ունեցել եմ այն միտքը, որ մարդիկ շատ հաճախ ես շատ եմ լսում, որ այնպիսի մի նվեր են փնտրում, որը կմատուցեն իրենց հարազատներին, որը գին որակ, պատմություն եւ իմաստ եւ էմոցիա իր մեջ ամբողջությամբ կպարունակի, այս խնդիրը Հայաստանում շատ մեծ է ցավոք սրտի ու այս սեգմենտն է ինձ ավելի շատ գրավել բիզնես տեսանկյունից եւ այդ է պատճառը, որ փաթեթավորման մեջ փորձել ենք այդ մի քանի ինսայթները մարդկանց լուծել եւ արտահայտել, որ մարդը նվիրի զարդ որպես նվեր, որը ես կարող եմ վստահ երաշխավորել սերնդեսերունդ կարելի է փոխանցել, որովհետև իր որակային հատկանիշներով ինքը ամենաբարձրն է, այսինքն չի գունաթափվում, չի պոկվելու, եթե ինչ-որ խնդիր է առաջանում զարդի հետ, մենք վերանորոգելու ենք այդ զարդը, չնայած ես վստահ եմ, որ չի կարող խնդիր առաջանալ, այսինքն սա երկարաժամկետ ինվեստիցիա է, որ դու նվիրում ես քո սիրելին, ինքը կարող է ժառանգել իր աղջկան, թորնուհուն եւ ինչպես որ մեր տատիկներն են արել, իրենց բնական քարերով զարդերը, ես մինչ օրս ունեմ տատիկիս բնական քարերով զարդերը իմ զարդատուփում ու հենց այս ավանդույթների հիշողության, այդ քարերի ջերմությունը արագ կլանելու եւ փոխանցելու մասին է այս ամբողջը ինձ թվում է գնային քաղաքականությունը ելնում է այս ֆակտորներից, որոնք չեմ կարծում, որ կարող են անվանվել որ թանկ է գինը կամ հաշվի առնված գործոններով, այո, հիմնավորված, այո։ Իսկ ապրանքը ստեղծելու փուլում հաճախորդներից ստացված արձագանքը ինչպես է կիրառվում, արդյոք նրանց կարծիքը ներառված է հետագա օրինակ արտադրական գործընթացում կամ նոր պրոդուկտի ստեղծման գործընթացում։ Դեռ որևէ տեսակի ֆիդբեք չունենք բացասական, որը կարողանանք կիրառել, իհարկե ամեն ինչ հաշվի առնվելու բոլոր տեսակի ֆիդբեքները եւ այս պահին զուտ հիմնվում ենք այն փորձի վրա, որը ունի մեր ձեռագործ վարպետը, որ արդեն 10 տարուց ավել է այս ոլորտում է եւ զգում է երբ է օրինակ բնական քարերի արդյունքում զարդը ծանր ստացվում եւ հարմար չի կրելու համար երկարությունը եւ այլն, այս ամեն ինչը շատ փորձառու մասնագետ է պատրաստում ու կարող եմ այս առումով ասել, որ այդքան էլ սկսնակ դիրքերից չենք մտել շուկա, հաշվի են առնվել բոլոր հաճախորդների այս 10 տարիների մեր ձեռագործ վարպետի ունեցած ֆիդբեքները։ Որպես մասնագետ, ինչ ես կարծում, կարող է լինել գեղեցիկ ապրանք, բայց ճիշտ ներկայացման բացակայության պայմաններում չվաճառվել ուղղակի։ Ցավոք սրտի հայ արտադրողների մոտ այս խնդիրը հաճախ է հանդիպում, ես ունենալով հայ արտադրողների խանութ սրա մուլտիբրենդային հաճախ այս խնդիրների հետ առնչվել եմ միշտ մի բան բաց է լինում կամ օրինակ ապրանքը գեղեցիկ է, բայց social media-ն զրոյական կարգավիճակում է, կոմունիկացիան կամ բրենդավորված չէ ուղակի կամ գեղեցիկ է ապրանքը, բայց storytelling չունի, սխալ է ներկայացված, գերագնահատված է, մի խոսքով այս խնդիրները հայ արտադրողների մոտ շատ են։ Ցավոք կան։ Այո։ Իսկ գոյություն ունի այդ լոյալության
թեզը, որ հին հաճախորդներին պահելը ավելի հեշտ է, քան նորին ներգրավելը։ Ինչպես եք փորձում ձեր թիմով ստեղծել կայուն կրկնվող վաճառքներ, այսինքն այնպես անել, որ տվյալ հաճախորդը, ով որ մեկ անգամ գնել է զարդը, անպայման հետ գա։ Ինձ թվում է, այո, հատկապես նորաստեղծ բրենդի համար ամենադժվարը այդ առաջին գնումն է, որ պետք է իրականանա, եւ սրա համար էլ շատ դեպքերում երկար ժամանակ է պահանջվում։ Մենք պատրաստ ենք դրան, որ մարդիկ կարող է մի քանի ամիս կան, շոշափեն, փորձեն հարմարվել նոր պրոդուկտին, քանի որ երբ իր դիզայնով յուրահատուկ նոր բան է արտադրում, պարզ է, որ միանգամից միանշանակ չի ընդունվելու եւ մարդկանց ժամանակ է պետք լինելու առաջին գնումը կատարելու համար։ Այս մասով հենց թեկուզ այն, որ մենք պատրաստ ենք միշտ լսել մեր հաճախորդներին, մեր վաճառքի հետ միշտ մեր քարտերն ենք տրամադրում, որտեղ կա QR կոդը, մեր Instagram-յան էջ տանող, որտեղ իրենք կարող են մեզ գրել նամակներ, իրենց կարծիքը հայտնել, եթե վնասվում է զարդը կամ որևէ խնդիր իր հետ առաջանում, ենք նշել ենք, որ կարող եք դիմել մեզ, մենք ամեն ինչ կշտկենք, այնպես որ այս կապը փորձում ենք ապահովել եւ ինձ թվում է այն մարդիկ հատկապես ովքեր իմ էջի շնորհիվ են ճանաչել բրենդը, գիտեն, որ կա ուղիղ կապ, կա անհատ, ով բրենդի եւ իրենց միջև այդ կապող օղակն է եւ կարող են ուղիղ հաղորդակցվել եւ շփվել բրենդի հետ։ Այո։ Ինֆլուենս մարքեթինգը այսօր ամենատարածված ուղղություններից է, գործիքներից է, այսպես ասենք, լինելով ինքդ ինֆլուենսեր, ինչքանով ես կիրառում, ինչքանով ես ներգրավում այլ ինֆլուենսերների, արդյոք քո կարծիքով եւս միկրոինֆլուենսերները ավելի ազդեցիկ են, թե ամեն դեպքում մեծականակ հետևորդ ունեցողներին ես ավելի նախընտրում, ինչպես ես այս հարցը կարգավորում։ Որպես մարքեթինգի մասնագետ ասեմ, որ ամեն ինֆլուենսեր իր թիրախով ունի իր բրենդը, իրեն համապատասխան թիրախով, այսինքն բրենդ եւ ինֆլուենսեր համագործակցությունները շատ յուրահատուկ են եւ յունիկ իրենց տեսակով չեն կարող կրկնվել եւ ամեն բրենդ պետք է գտնի իր ինֆլուենսերին, այստեղ հետևորդների քանակը չի կարևոր, այլ ճիշտ թիրախ գտնելը, ինչը ամենաբարդն է ինֆլուենսեր մարքեթինգում, բայց սա մի գործիք է, որը իսկապես աշխատում է հատկապես ուղիղ վաճառքների եւ բրենդի ճանաչելիության բարձրացման հետ։ Ես որոշում էի կայացրել, որ մենք Կատարինե Փերիսով չենք ունենալու համագործակցություններ եւ ուղղակի այն ինֆլուենսերները, ովքեր իմ գործընկերներն են, ընկերներն են, հարազատներն են, իրենց տարբեր առիթներով նվերներ ենք մատուցելու, որպեսզի եթե իրենք հավանում են, կիսվեն իրենց սոցցանցերով առանց պարտադրանքի, կարող են նույնիսկ չկիսվել եւ դա մեզ չի հիասթափեցնի, այո, որովհետև ուզում ենք, որ մեր զարդերը դառնան հենց կարծիք ձևավորող անհատների ապրելակերպի մասը եւ եթե իրենք զգան իրենց այդ community մասը, իրենց կամքով կրեն զարդերը եւ մեր հասարակությունն էլ տեսնի դրանք ինչպես են կրում, ինչպես են համադրում, կիրառում առօրյայում, մի քիչ դանդաղ process ենք այս առումով ընտրել, բայց ես հավատում եմ, որ օրգանիկ ավելի օրգանիկ։ Այո։ Շնորհակալ եմ Մարիաննա, ես հաջողություններ եմ մաղթում Կատարինե Փերիս բրենդին Հայաստանում, հույս հայտնում, որ շատ շուտով կտեսնենք նաև առաջնահերթ հենց Փարիզում, ինչպես եւ դու մտածում ես, այո։ Շնորհակալ եմ շատ հաճելի զրույցի համար, կարծում եմ այն բոլոր մարդիկ, ովքեր որ մտքեր ունեն, նպատակներ ունեն, սա ավելի մոտիվացնող զրույց էր, քան հիասթափեցնող, որովհետև շատ հաճախ մենք հանդիպում ենք, հա, գործարարների, ովքեր որոշակի փուլերում հիասթափություններ ապրած ավելի, այո, բարդություններից են ավելի շատ խոսում, քո դեպքում ավելի այսպես մոտիվացնող էր, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ, իրականում ցանկացած նախաձեռնություն ամենակարևորը
առաջ է գնում դիսցիպլինայի եւ իհարկե սիրո վրա, ինչքան էլ դա տրիվիալ չհնչի, բայց եթե սիրում ես այն ինչով զբաղվում ես եւ իսկապես ներդրվում ես, անհնար է դրական արդյունք չունենալը։ Ուղղակի անհնար է։ Կարող եք վստահ հենց այսօր ինչ որ մի բան սկսել, ինչը ձեր ներսից է բխում եւ ձեզ մոտ լավ է ստացվում։ Այո, զբաղվել սիրած գործով եւ ամենակարևորը շարունակականությունը ապահովել։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն մեզ հետ լինելու համար, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Տեսություն։